Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։ Ողջույն Տիկին Մինասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ համար մի քիչ, այսպես ասեմ, ոչ կոմֆորտ ստացվեց Տիկին Մինասյանով այս հարթակում զրուցելը, ես Լիլիով։ Համաձայն եմ, համաձայն եմ ինձ համար էլ պարոն Ոսկանյանով ձեզ չեմ դիմելու ժիրայր։ Շատ լավ, սկսենք արտաքին զարգացումներից, բնականաբար հիմա բոլորի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է այդ թվում և խաղաղության հնարավոր ծրագրի դրույթների կյանքի կոչումը և այլն, բանակցություններ են ընթանում շատ բազմակողմ եվրոպական երկրներ, ուկրաինական, ռուսական, ամերիկյան և այլն, և բնականաբար հայկական քաղաքական տիրույթում էլ այս հարցերը քննարկվում են և ավելի շատ զուգահեռների նաև տրամաբանությամբ են քննարկվում ու հետևանքների։ Ես ուզում եմ մեջ բերել մի քանի դիտարկումներ այս մասով ձեր ընդդիմադիրների կողմից, որ օրինակ ուկրաինական ծրագրի դեպքում, ուկրաինական ամերիկյան ծրագրի դեպքում Կիևը ստանում է անվտանգային երաշխիքներ նույն Ռուսաստանից, իսկ Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի իշխանությունները դրան չկարողացան հասնել, որևէ երաշխիք չի ստացել օգոստոսի 8-ի համաձայնագրերից, որևէ երաշխիք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների կողմից չի ստացել ապագա ագրեսիաները բացառելու համար։ Ություն ճշտում անեմ էլի, անվտանգության երաշխիքներ Ռուսաստանի կողմից, Այո։ Կիևը ստանում է անվտանգության երաշխիքներ Ռուսաստանի կողմից։ Դա ուղիղ մեջ բերում է օրինակ Էդմոն Մարուքյանին։ Լավ, ես պետք է մեկնաբանեմ Էդմոն Մարուքյանին։ Չէ, ես ուզում եմ ասեմ, սա ընդհանրապես մեկ հայտարարություններ, էլի կան հայտարարություններ, ես հիմա դրանց կանդրադառնամ, բայց այս մասով, հա, ինչպես է ստացվում, որ ամերիկյան խաղաղության ծրագիրը Ուկրաինա-Ռուսաստան ըստ նրանց պարունակում է երաշխիքներ, այդ թվում եւ ագրեսորի կողմից, ապագայում դա բացառելու։ Հայաստանի դեպքում այդ երաշխիքներին դուք չեք կարողացել հասնել, այսինքն տողատակում նշվում է, որ ձեր ձեռք բերած համաձայնագրերը ընդամենը թղթի կտոր են։ Եթե դա Էդմոն Մարուքյանի մեկնաբանությունն է եւ որպես փաստ արձանագրում է դրա հիման վրա վերլուծություն է կատարում, ես ուղղակի չեմ կարող մեկնաբանություն անել, որտեղ Էդմոն Մարուքյանը մեկ կողմ էր արտահայտվում խաղաղության օրակարգին մեկ ասում էր պետք է վերադառնանք նոյեմբերի 9-ին, մեկ ասում էր Եվրոպա ուղղությունը լավագույնն է Հայաստանի համար, հիմա որոշել է, որ Ռուսաստանի Դաշնություն պետք է նորից հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնության, այսպես ասած, ազդեցության գոտու ներքո։ Ես Էդմոն Մարուքյանի տրամաբանությունը, քաղաքական միտքը չեմ կարող ընկալել որպես դոգմա, որտեղ շատ փոփոխական է, կախված իրավիճակից, բայց ինչ վերաբերվում է կոնկրետ Ուկրաինայի եւ այս վերջին առաջարկին, նախ եկեք փաստենք, որ դա առաջարկ է եւ դեռևս կողմերը համաձայնության չեն եկել դրա շուրջ, առնվազն այնտեղ կետեր կան, որտեղ եվրոպական գործընկերները պետք է իրենց կարծիքը հայտնեն, դրանից հետո պետք է Ռուսաստանի Դաշնությունը իր համաձայնությունը տա, նույն փաստաթղթին Ուկրաինան պետք է հայտնի իր համաձայնությունը, քննարկումները դեռևս այո, այդ կոնտեքստում են, բայց ամբողջական չի, այսինքն փաստել, որ Ուկրաինան ստացել է ինչ-որ բան, որը համեմատել նաև դա Հայաստանի իրավիճակի հետ, առնվազն տրամաբանական չէ, որտեղ դեռևս խաղաղությունը հաստատված չէ։ Իսկ ինչ վերաբերվում է դիտարկումների, ես կարծում եմ, որ ուղղակի հայ քաղաքական միտքը այլ բան չի ծնում, քան մեղավոր են բոլորը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, Ռուսաստանի Դաշնությունը մեր միակ փրկությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի վերադառնա Ռուսաստանի Դաշնության երաշխավորված խաղաղությանը, իսկ եկեք հիշենք, դեռևս 4-5 տարի առաջ ենք մենք կնքել, 5 տարի առաջ ենք կնքել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը 20 թվականին եւ այն որի երաշխավորը պետք է լիներ Ռուսաստանի Դաշնությունը, ռուսական խաղաղապահները պետք է Լեռնային Ղարաբաղում տեղակայվեին եւ ապահովեին Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, ինչպես նաեւ եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետությունը ունի ռազմավարական գործընկերության համաձայնագիր, ըստ որի երբ որ Հայաստանի վրա հարձակում են գործում Ռուսաստանի Դաշնությունը ունի պարտավորություն միջամտելու եւ առնվազն կանխելու այդ ագրեսիան, ինչպես նաև ՀԱՊԿ գործընկերության շրջանակում ունենք պարտավորություններ, որը ունի Ռուսաստանի Դաշնությունը, որ չի կատարում։ Այդ նույն երաշխավորի ինստիտուտը մենք փորձել ենք,
չի ստացվել։ Չենք ունեցել այդ արդյունքը։ Եվ հայ հասարակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրենց մաշկի վրա են զգացել այդ երաշխավորի պարտականությունների չկատարումը։ Հիմա մենք կարծում ենք, որ ինստիտուտները եւ երկուստեք բանակցությունները, երկկողմ բանակցությունները տվել են իրենց արդյունքը փաստաթղթի տեսքով, շրջանակային համաձայնագրի խաղաղության պայմանագրի տեսքով, որը նախաստորագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ, ներկայությամբ։ Եվ մեր կարծիքով խաղաղության երաշխիքը ոչ միայն փաստաթուղթն է, որ ստորագրված է, որ պետք է սահմանների խախտում տեղի չունենա, ուժի գործադրում տեղի չունենա, տարածքային ամբողջականության ճանաչում է, այն սկզբունքները, որը նշված է խաղաղության փաստաթուղթում, ոչ միայն դա է երաշխիքը, այլ նաև փոխադարձ առևտուրը, որի մասին մենք խոսում ենք արդեն քանի տարի, խաղաղության խաչմերուկի, TRIP նախագծի, որը հիմա արդեն շատ լայն գործընթացի մեջ է եւ փուլային հայ հասարակությունը նաև կտեսնի դրա արդյունքները եւ միայն փոխադարձ շահերի դեպքում կարող է երաշխավորված լինել խաղաղությունը, ոչ թե այլ երկրների երաշխավորությամբ։ Իսկ ինչ վերաբերում է դիտարկումներին, որ Ռուսաստանի Դաշնությունն է անգամ երաշխիք տվել Ուկրաինային, դա абսուրդ էլի, ասենք չեմ հասկանում ոնց կարող եք ոնց որ Ադրբեջանը մեզ տա երաշխիք խաղաղության նմանատիպ մի բան է։ Մինչև Ուկրաինայի վրա հարձակվելը Ռուսաստանը Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների թվում էր նաև։ Նմանապես նույն իրավիճակում ենք։ Շարունակելով այս թեման, կան նաև ընդդիմադիր գործիչներ եւ ընդդիմադիր հանրային հայացքներ ունեցող անձինք, ովքեր ասում են այս ծրագրից, ուկրաինական կարգավորման ամերիկյան հնարավոր ծրագրից, ասում են շուտով դուք ձեր հալը կտեսնեք, խաղաղություն կհաստատվի այնտեղ եւ Ռուսաստանը իր ամբողջ ուժով կթեքվի այստեղ եւ այս իշխանությունները այլևս չեն կարողանա իրենց, այսպես ասենք, սիրախաղ անել արևմուտքի հետ եւ գլուխները կախ կվերադառնան, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եվ դա նրանց նպատակն է։ Դե եթե հրճում են եւ դիտարկումներ անում, ենթադրաբար, հա։ Այդ դիտարկումները դրական կոնտեքստով են ասում եւ ասում են այո դուք պետք է վերադառնաք ռազմավարական գործընկերոջ գիրկը, ինչպես նրանք են շեշտում, ավանդական ռազմավարական գործընկերոջ դաշտ պետք է վերադառնանք։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ առաջին անգամ ընտրել է ճիշտ արտաքին քաղաքական ուղղվածություն, դա բալանսավորումն է եւ դիվերսիֆիկացիան։ Եթե մենք մեկ կենտրոնից կախված լինենք, այդ մեկ կենտրոնի շահերի բերմամբ, որովհետև երկրների շահերը հավերժական չեն, այդ շահերը երբ համատեղվեն այլ երկրների շահերի հետ, մենք հայտնվելու ենք նույն կոտրած դաշտակի առաջ, ինչպես հայտնվել էինք 20 թվականին, 22 թվականին, 23 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում է տեղի ունեցել։ Դրա համար մենք պետք է մեր կախվածությունները դիվերսիֆիկացնենք, բաժանենք, որպեսզի ընդհանուր շահերի դեպքում այլ երկրների, երբ որ մի երկիրը չկարողանա մատակարարել այն, ինչ մեզ պետք է, այլ երկրներից կարողանանք ստանալ։ Եվ այդ քաղաքականությունն է բերելու Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանություն եւ անկախություն։ Որովհետեւ մեկ կենտրոնից կախվածության դեպքում դու զիջում ես նաեւ քո ինքնիշխանության որոշակի էլեմենտներ։ Այսինքն, եթե այդ ընդդիմության այդ սպասումը օրինակ տեղի ունենա, հա, ենթադրենք ուկրաինական ճակատում ինչ ձևով, չգիտեմ, հաստատվում է, այսպես ասենք, հրադադար, պատերազմական գործողությունները դադարում են եւ այլն, եւ Ռուսաստանը, ինչպես իրենք են ասում, իր ամբողջ ուժով թեքվում է օրինակ այս կողմ, այդ թվում եւ Հայաստանի։ Արդյոք իշխանությունը կարող է երաշխավորել կամ հաշվարկել է այդպիսի զարգացում եւ Հայաստանը նորից չի հայտնվելու, այսպես ասենք, ռուսական ցանկապատից ներս։ Այստեղ հարցը ռուսական ցանկապատից ներսը չի, ես նորից եմ կրկնում, մենք գնում ենք արտաքին քաղաքական ուղղվածություններով, տնտեսական քաղաքական ուղղվածություններով, բոլոր ուղղվածություններով հարաբերությունների դիվերսիֆիկացման եւ հետ գալ ուժերը տրամադրել Հայաստանին, որտեղ ներողություն, եթե այդ քաղաքական վերլուծաբանների մտքի կամ քաղաքական դրամաբանությանը հենվենք, Ռուսաստանի Դաշնությունը միայն Հայաստանի Հանրապետության հետ ունի հիմա որոշակի լարված կամ ոչ բարեդրացական հարաբերություններ, ինչպես նրանք են կարծում, ես հակառակն եմ կարծում իրականում,
Բայց եկեք նայենք Կենտրոնական Ասիայի պետությունները, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը մինչև Հայաստանի Հանրապետությունը հասնելը մի ամբողջ շրջակայք պետություններ ունի, որի հետ պետք է թեքվի այդ ուղղությամբ, եթե իրենց տրամաբանությամբ նայենք։ Բայց դա ընդհանրապես մեր հետ առնչություն չունի եւ ես կարծում եմ, որ մենք չպետք է դիտարկենք մեր շահերը այլ օտար պետությունների շահերին համընթաց։ Մենք պետք է նայենք իրավիճակին, հասկանանք Հայաստանի Հանրապետությանը մեր պետական շահից ինչն է բխում։ Իսկ մենք գիտենք, ապացուցվել է մեզ փորձառությամբ եւ դառը պատմությամբ, որ մեկ կենտրոնից կախվածությունը բերում է ողբերգությունների։ Դրա համար մենք գնալու ենք եւ միջև վերջ տանելու ենք այն ուղղությունը, որ մեր տնտեսական կախվածությունները դիվերսիֆիկանան, որ մեր սահմանները բացվեն, մենք կարողանանք հարաբերություններ ունենալ Եվրոմիության երկրներից մինչև Կենտրոնական Ասիայի պետություններ։ Եվ այդ հարաբերությունները նաև տնտեսական հարաբերությունները, խաչմերուկ լինելը բերելու է մեծ օգուտներ Հայաստանի Հանրապետությանը եւ դրանից դրդված այլևս ոչ մի այլ հեգեմոն պետություն չի լինելու գերակա Հայաստանի Հանրապետությունը։ Մենք չենք փախնում մեկի գրկից մյուսի գիրկը։ Տարբերությունը դրանում է տրամաբանությունը մեր ծայրահեղականների մի քիչ այլ է, էլի, կամ այն ծերը պետք է լինի, կամ այն մյուս ծայրը պետք է լինի, իսկ մենք կարծում ենք, որ մենք կարող ենք մնալ այնտեղ, որտեղ ենք, Հարավային Կովկասում, Հայաստանի Հանրապետությունում, բացել սահմանները հարևանների հետ, ունենալ նորմալ, առնվազն նորմալ հարաբերություններ մեր հարևանների հետ, ունենալ տնտեսական կապեր Չինաստանից, Հնդկաստանից մինչև եվրոպական պետություններ։ Այսինքն գնալու եք մինչև վերջ եւ այլևս Հայաստանում Ռուսաստանը դոմինանտ եւ գերակա չի լինել։ Ոչ միայն Ռուսաստանը, ոչ մի այլ պետություն դոմինանտ եւ գերակա չի լինել։ Հապկին նաև հիշատակեցիք վարչապետ Փաշինյանը վերջերս տարբեր հրապարակային ելույթներում հաճախ շեշտում է, որ Հայաստանին այլ երկրների կողմից զենք վաճառելը հնարավոր դարձավ Պրահյան գործընթացից հետո եւ հապկում մեր անդամակցությունը սառեցնելուց հետո։ Կհիշեցնեք ինձ որտեղ այդ ելույթը ունեցել։ Վարչապետը այդպիսի գրառում արեց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի հարցազրույցների հաջորդ օրը Telegram-ում։ Կոնտեքստը կարող է նմանատիպ լինել, բայց բառացի նման մեջբերում չեմ հիշի։ Ասաց, որ մենք հապկ անդամ ենք, գրել էր, մեզ զենք չենք վաճառում եւ նաեւ այն բանով, որ մտավախություն ունեին, որ դա կիրառենք մեր միջազգային։ Զենքը կարող է հանձնվել նաեւ կամ կիրառվել այլ ճակատներում, այո։ Այդպիսի հայտարարություն արեց Հանրապետության պետական մարմինների առաջին համաժողովի ժամանակ եւ հիմա հարցս էլի գալիս է այդ ծիրից ընդդիմադիրների ուկրաինական թեման ինչ որ ձևով սառում է, Ռուսաստանը թեքվում է այստեղ, արդյոք եթե այդպես է սցենարը զարգանում, հա, դա նշանակում է, որ Հայաստանը կարող է եւ ինչ որ պահի ապասառեցվել հապկում։ Ես ուղղակի այդ տրամաբանությունը չեմ անցալում անդադ համեմատել մեզ այլ երկրների հետ։ Մեր հայ հասարակության մոդել կա դա թե քաղաքականապես, թե ռազմական գործողությունների առումով, թե հասարակությունների մենտալիտետների առումով մեզ համեմատել այլ պետությունների հետ։ Ժորժ ջան, մենք նման չենք ոչ մի այլ պետությանը, մենք չունենք ոչ մի նույն իրավիճակ ոչ միտեղ չկա, ինչպես կա Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ուկրաինական կոնտեքստ, այդ կոնֆլիկտը լրիվ այլ տեղ է եւ այլ բանից է ծնվել եւ ունեն իրենք այլ միջավայրում են, բաց սահմաններ են Եվրոպայի արևելյան հատվածում են, այդ անընդհատ համեմատությունը ես չեմ ընկալում իրականում, որտեղ շատ տարբեր իրավիճակներ է մեր մոտ եւ Ուկրաինայում։ Եվ ինչպես նաև վարչապետին համեմատել Ուկրաինայի նախագահի հետ, ընդհանրապես կոնտեքստը նույնը չի, իրավիճակը նույնը չի, երևի թե միակ բանը որ նույնն է, մենք ժողովրդավար պետություններ ենք։ Այդ մի դիտարկում ես կուզեմ անգամ փորձագետները էլի անընդհատ այդ խոսույթը ես չեմ ուզենա հայ հասարակության մեջ ներարկվի, որովհետև դա հիմնականում միտված է այն հիբրիդային պատերազմի գործիքներից է, որ Հայաստանի դեմ կիրառվում է եւ անդադ մեր քաղաքական ուժին փորձում են այդ ծիրուն դնել, որ տեսեք Եվրոպա գնալը Ուկրաինայի նախագահի համար ինչ արժեցավ, հիմա նույնը լինելու է ձեր հետ։ Ես կարծում եմ այդ կոնտեքստը ընդհանրապես նույնական չի եւ համեմատելու չի եւ ըստ այդմ այդ փաստից ելնելով ես չեմ կարծում որ հապկի
մեր սառեցումը, ՀԱՊԿ-ում մեր անդամակցության սառեցումը որևէ առնչություն ունի այս պայդրությամբ Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությանը ուկրաինական կոնֆլիկտում։ Այդ նշանակում է, որ մենք ունենք մեր խնդիրները, որոնք մենք շատ պարզ, հանրամատչելի եւ թափանցիկ բարձրացրել ենք թե մեր գործընկերների մոտ, թե ամբողջ հանրության մոտ, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները, ՀԱՊԿ-ը չի անգամ հայտարարություն չի կատարել, երբ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում է տեղի ունեցել, երբ օկուպացվել է առնվազն 240 կիլոմետր տարածք, այդ գործողությունների եւ այդ ավելի շուտ անգործության հետևանքով է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշել է սառեցնել իր անդամակցությունը մեր կարծիքով չգործող կառույցի։ Եթե այդ կառույցը միայն գործելու է հեգեմոն պետության ցանկությամբ եւ ըստ իրավիճակների, թե ինչպես կդասավորվի քաղաքական արտաքին քաղաքական միջավայրը, մենք կարծում ենք, որ այդ կառույցում մեր անելիքը սառեցված է հիմա եւ քանի դեռ այդ խնդիրները լուծված չեն, մենք չենք գնալու հետ այդ հարթակ։ Որ լուծվեն կգնանք։ Հայաստանի Հանրապետության սահմանների ճանաչումը, ագրեսիայի ճանաչումը Ադրբեջանի կողմից ձեր կարծիքով որևիցե դեպքում լինելու է։ Այս քանի տարի է, 3-4 տարի է, մենք նույն բանն ենք անընդհատ խոսում, նրանք հակառակը պնդում են, որ ոչ մի ագրեսիա էլ տեղի չի ունեցել, դուք ձեր սահմանները դելիմիտացված չեն, մենք չենք կարող ասել, որտեղ է կանգնած ադրբեջանական զինվորը, երբեմն էլ արդեն ցնդաբանության էր հասնում, երբ մեր ընդդիմության հետ համատեղ երգում էին թե ռուսական պրոպագանդիստական ալիքները, թե ընդդիմությունը, որ Հայաստանի Հանրապետությունը սխալ է դիմում է ուղարկել ՀԱՊԿ, որ բյուրոկրատական խնդրի մասին էին խոսում, երբ այստեղ մարդիկ էին զոհվում։ Չգիտեմ, կարող մի օր արթնանում են եւ այո, ճանաչում են սահմանները, ընդունում են, որ եղել է ագրեսիա։ Փաստ արդեն տեղի է, չէ՞, ունեցել այսքան այդ սահման տարածքը օկուպացված է։ Դե հա, ու ասում են մենք պատրաստ ենք օրինակ օգնել այդ հարցում ձեզ։ Նրանք նաև ասում են մենք պատրաստ ենք ուղարկել ՀԱՊԿ դիտորդական խումբ, դիտորդական թե խաղաղապահ խումբ, որպեսզի դիտարկեն Հայաստանի Հանրապետության սահմանները, միայն նրանից հետո, երբ մենք ԵՄ դիտորդական խումբ բերեցինք մեր սահմաններին դիտարկումներ իրականացնելու։ Կարծում եմ այդ իրավիճակները ամենից փակ աչքերով էլ տեսանելի են բոլորի համար։ Ինչից հետո ինչի համար։ Հուսանք, որ տեսանելի են եւ բնականաբար նաեւ առավելևս ձեզ համար, որովհետեւ ի վերջո որոշումների կայացման գործընթացում դուք ունեք դերակատարում, ոչ թե մենք։ Քանի որ այսպես խոսքից խոսք է էլի բացվում, Զախարովան ասում էր, որ Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է հետևել Ուկրաինայի եւ Մոլդովայի օրինակին։ Նույն թեզն է, որ շրջանառվել է բոլոր հետսովետական պետություններում եւ այդ թեզը վաղ սերմանելու միջոց է եւ վախի միջոցով հասարակություններին կառավարելու շատ ակնհայտ քաղաքական, այսպես ասած, տեխնոլոգիային կիրառում, որը մեր դեպքում չի ազդում, որտեղ մեր ժողովուրդը իր մաշկի վրա է զգացել այդ ամեն ինչը, այսինքն դեմոնիզացնել Եվրամիությունը, դեմոնիզացնել ժողովրդավարությունը, դեմոնիզացնել այն process-ները, որ Հայաստանում է տեղի ունենում այժմ, ասենք օրինակ TRIP նախագիծը կամ այդ հարաբերությունների դիվերսիֆիկացիան, ընդհանրապես միտված է եւ այն կօգտագործել վախի գործոնը։ Այդ process-ները ուղղված են ուղղակի հայ հասարակությանը անընդհատ պահելու կառավարելի իրավիճակում, բայց ես կարծում եմ, որ մեր ժողովրդին լավ չեն ճանաչում եւ այս վերջի տարիներն էլ ապացուցել են, որ նրանց գործիքները չեն կարող կիրառելի չեն հայ հասարակության վրա, ինչպես նմանատիպ գործիքներ նրանք շատ են կիրառում այլ պետություններում։ Դառնանք հերթական պատարագին, որին մասնակցում էր Հանրապետության վարչապետը։ Պատարագից հետո մայրաթորից ասացին, որ դա նկատի ունենալով պատարագը հակակրոնական է եւ ունենալու է հետևանքներ։ Տարբեր հոգեվորականներ արձագանքեցին, օրինակ Տեր Եփրեմը դիմելով վարչապետին ասում է ոչ ԶԱԳՍ-ով, ոչ էլ եկեղեցով ամուսնացած չի, ապօրինի զավակներ ունի եւ դեռ մեղադրում է կամ համարձակվում է մեղադրել օրինակ կաթողիկոսին, այնուհետև օրինակ այդ պատարագավարած հոգևորականներին, ներկա սրբազաններին անվանեցին, որ հանուն շահի պատրաստ են խոնարհվել չարիքի առաջ, հետո հայտարարություններ եղան նաև ընդհուպ այն մասին, որ դուք ինչ որ կաշառքով
հետագայում ինչ-որ պաշտոններով շահագրգռելով ու նման բաներով փորձում եք տարբեր հոգևորականների ձեր կողմը բերել, սա էլ ասում էր Տեր Զարեհը ու նման բաներ։ Կխնդրեմ սրանց եւս արձագանքել, մասնավորապես օրինակ ինձ շատ հետաքրքրեց այդ հոգևորականի հայտարարությունը, որ ասում է վարչապետը ԶԱԳՍ-ով եկեղեցով ամուսնացած չէ, ապօրինի զավակներ ունի ու մի հատ էլ դեռ համարձակվում է կաթողիկոսին ինչ-որ բանի մեջ մեղադրել։ Հիմա այս հոգևորականների տրամաբանությամբ, այսինքն օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է ապրի հոգևորականի կյանքով։ Օրինակ ես այդ դեպքում կարող եմ չէ լինել կաթողիկոս, եթե նրա եւ աշխարհիկ առաջնորդի համար պայմանները նույնն են ըստ իրենց։ Ես ուղղակի ապշում եմ մեր հոգևորականների միջնադարյան մտածողությամբ եւ հերթական անգամ ապացուցվում է, որ քրիստոնեությունից հեռու են այդ մարդիկ, հեռու են մեր հավատքից, հեռու են մեր կրոնից եւ ընդհանրապես զազրելի խոսույթով, չարախոսությամբ, անիծքով, ինչ որ հնարավոր բոլոր պիտակներով ինչ որ տեսա մեկը մյուսին բրուտոս էր կարծեմ ասել պիտակներով փորձում են արդարացնել իրենց ուխտազանցությունը, փորձում են արդարացնել իրենց չարակամությունը իդեմս մեր իշխանությունների, բայց ես կարծում եմ, որ նրանք չեն գիտակցում իրենց դերը հայ հասարակության մեջ։ Ախր խնդիրը միայն տեղ է։ Հոգևորականը ընդհանրապես եկեղեցի միավորող դեր պետք է ունենա, պետք է վեր լինի քաղաքական այս process-ներից, պետք է կարողանա ավելի քան ներողամիտ լինել, քան անգամ քաղաքական իշխանություններն են, պետք է կարողանա խոսքը դեպի ժողովուրդ ուղղված լինի, քան քաղաքական ուժերի խաղերի ընտրվելը։ Ես կարծում եմ, որ հոգևորականները դարձել են ընդդիմադիր կուսակցություն, որոշակի հոգևորականներ, որտեղ ես նաև տեսել եմ այլ հոգևորականների արձագանքը այս հոգևորականների խոսքերին եւ բավականին adekvat եւ շատ հենց քրիստոնեական արժեքով, մաղթանքներով եւ աղոթքով մարդիկ կան։ Դրա համար ես հույս եմ հայտնում, որ մեր եկեղեցին բարեփոխվելու շատ լայն հնարավորություններ ունի եւ շատ մեծ տեղ կա աշխատանքի նրանց մեջ նկատի ունեմ։ Մենք ընդհանրապես միտում չունենք այդ գործը մեր վրա վերցնելու։ Համենայն դեպս ես նաև կարծում եմ, որ այս ընթացք, երբ վարչապետը այցելություններ է կատարում տարբեր եկեղեցիներ եւ մասնակցում է պատարակներին, ես վստահ եմ, որ ուղղակի վարչապետը ինքն իր կամոք, ինքն իր համար, ինքն իր հոգու մաքրության համար է այդ ամենը անում եւ տեսնում եմ, որ շատ քաղաքացիներ միանում են եւ սկսում են հետաքրքրվել այդ պատարակներով, ավելի շատ այցելել եկեղեցիներ, ավելի շատ լսել աղոթքներ եւ այդ հոգեվոր կյանքը վերանորոգման կարիք ունի, կարծում եմ, եւ դա ընդհանրապես ցենց ինքնինստինկտյան ընթացող գործընթաց է եղել իսկ ինչ վերաբերվում է պիտակավորել մի հոգևորականի, որը ընդունում է քաղաքական մի ուժին, բայց չի ընդունում մյուս ուժին կամ հակառակը, ես կարծում եմ դա ընդհանրապես քաղաքական process-ների եւ ընդդիմադիր կուսակցություն դառնալու գործընթաց է եկեղեցու համար եւ ես խորհուրդ եմ տալիս նրանց 26 թվականի ընտրություններին կազմել դաշինք օրինակ, չգիտեմ, եկեղեցու պաշտպանների կուսակցությունների հետ եւ առաջադրվել, որովհետեւ այլ ոչինչ նրանք չեն անում, բացի դրանից։ Ամեն եկեղեցի երբ այցելում ես եւ հոգեվորականը պատարակ է մատուցում, այդ հոգեվորականը թիրախավորվում է, մարգինալացվում է, հեռացվում է, կարգալույծ է արվում։ Իսկ ես կարծում եմ, որ եկեղեցուն Աստծո տունն է եւ ցանկացած ոք կապ չունի իր քաղաքական հայացքները որտեղ են, ում են հարում, ում չեն հարում, իրավունք ունի գնալ եւ լսել Աստծո խորհուրդը, աղոթքը եւ պատարակը, որը մատուցում է, որը պարտավոր է մատուցել հոգեվորականը։ Եվ ընդհանրապես հոգեվորականին պետք է հետաքրքիր չլինի իմ մեջքի եթերում ովքեր են կանգնած, ինքը բոլորի համար պետք է աղոթի, դա է մեր կրոնի եւ մեր հավատքի ամբողջ իմաստը։ Ես ուղղակի ափսոսում եմ, որ այս պարզունակ մտքերը մեր միջնադարյան մտածողության հոգևորականներին դեռևս հասու չեն։ Երբ է հեռացվելու Կտրիչ Ներսիսյանը։ Ինքն իրան հեռացվում է Կտրիչ Ներսիսյանը, երբ տեսնում եք, որ բազմաթիվ հոգևորականներ կան, որոնք արդեն այլևս չեն լռում, նրանք իրենց խոսքն են բարձրացնում, անարդարությունների դեմ են պայքարում եւ ես կարծում եմ, որ ի վերջո Կտրիչ Ներսիսյանը պետք է հասկանա, որ նրան հենց իր ներսում
եկեղեցու ներսում այլևս չեն ընդունում որպես կաթողիկոս, ոչ միայն հայ հասարակությունը այլևս չի ընդունում նրան որպես կաթողիկոս, այլ հենց եկեղեցու ներսում հոգևորականները չեն ընկալում նրան որպես կաթողիկոս։ Լիլի կխնդրեմ անդրադառնալ նաև հայ քաղաքասարակության ներկայացուցիչների այցին Բաքու հանդիպումներին, դա հենց առաջ էլ ադրբեջանական կողմից էր այստեղ եկել, եւ էլի սրա վերաբերյալ մեկնաբանությունները շատ տարբեր են, բնականաբար ընդդիմադիր հայացքներով ձեր խորհրդանական ընդդիմության գործընկերները տարբեր ձև մեկնաբանեցին, օրինակ Իշխան Սաղաթելյանը ասում է, որ ադրբեջանական կողմը ընդհանրապես բաց հանդիպում է ունեցել Հայաստանում իր ազդեցության գործակալների հետ, մի մասը պնդում է, որ սա այսպես Փաշինյանի եւ Ալիևի հերթական համաձայնեցված process-ն է, էլի մեզ հայկական կողմին արատավորելու կամ ինչ-որ մի այսպես վնասակար մի բան պատրաստելու տրամաբանության մեջ, հա, կխնդրեմ սրան եւս անդրադառնալ, որովհետեւ ինքնին գործընթացը իհարկե լավ բան է այդ քաղաքասարակության ներկայացուցիչների միջև շփումների կազմակերպումը, հա, եւ ինչպես կառավարության նախորդ նիստից մենք տեղեկացանք, որ այդտեղ մասնակցություն ունի նաեւ օրինակ Հայաստանի կառավարությունը, Ադրբեջանի կառավարությունը, ինչ իմաստով կառավարությունը որոշում էր ընդունվել ֆինանսի տրամադրման մասով, որ այդ մարդիկ գնան այս կողմ են կողմ եւ նման բաներ, հա, գուցե այստեղ էլի այդ հանրային հաղորդակցությունը շատ թերի է, հա, այսինքն դրա նշանակության մասին շատ չի խոսվում, թե այսպես ասենք, ինչպիսի ստարտային պայմաններով են այդ շփումները տեղի ունենում, այդ շփումներից մենք ինչ ենք քաղում, հետո հասարակության հետ ինչ ենք կոմունիկացնելու, այնտեղ ինչ է, այստեղ ինչ է, որտեվ այդպիսի գուցե մի գործընթաց էլ մի օր սկսվում է օրինակ Թուրքիայի հետ, հա, որպես շիլաշփոթ չդառնա։ Ուզում եմ ասեմ, եթե քաղաքասարակության առաջնորդությամբ կառավարության մասնակցությամբ այդպիսի process է իրականացվում, ապա ինչու են կասկածամիտ, մանիպուլյատիվ ենթադրությունների տեղիք տալիս այս գործընթացները։ Իրականում ես հասարակության կողմից չեմ լսել, այսինքն մարդիկ, սովորական մարդիկ հնարավոր է կասկածամիտ լինեն այս գործընթացի շուրջ, որովհետև վերքը թարմ է, ողբերգությունները դեռևս մոռացության չենք կարող տալ ու երբեք էլ չենք կարող տալ, եւ այդ ողբերգությունների ֆոնին շփումները կարող են կասկածելի թվալ, բայց ինչ վերաբերվում է ընդդիմությանը եւ ընդդիմության ներկայացուցիչներին, ես խնդրում եմ, երբ առիթ ունենաք նրանց հետ զրուցելու, հարց տվեք, այդ որ ասում եք դուք եք ուզում խաղաղություն, ում հետ եք խաղաղություն ուզում եւ ինչպես եք կառուցելու այդ խաղաղությունը, ինչպիսի քայլեր եք իրականացնելու, որ կառուցեք այդ խաղաղությունը։ Ես գիտեմ նրանք ինչ են պատասխանելու ձեզ գեների վերադարձ, օկուպացված տարածքներ եւ այլն, այն խնդիրները, որոնք մենք անընդմեջ ենք բարձրաձայնում տարբեր հարթակներում եւ ուղիղ բանակցություններում, եւ այդ խնդիրները լուծվելու են խաղաղ բանակցությունների եւ խաղաղ համակերպության ընթացքում, ոչ թե կռվով կամ հակամարտությամբ կամ իրար դիմաց անընդհատ վերջնագրեր ներկայացնելու միջոցով։ Բայց ես չեմ հասկանում այդ միտքը, ինչ է նշանակում քաղաքասարակությունները այնտեղ սենց են ուղարկվել են ստեղ, որպեսզի սենց անեն, այդ կոնսպիրոլոգիկ թեմաները Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ մի օր պետք է ավարտ ունենան, որովհետև երբ դու իրապես սկսում ես աշխատել խաղաղության շուրջ, դու պետք է քայլեր իրականացնես, իսկ քայլերը հետևյալն են, այնտեղ ինչ կա քաղաքասարակություն անունով քաղաքասարակություն, պետք է այդ քաղաքասարակության հետ աշխատել։ Մենք ունենք քաղաքասարակություն, այդ քաղաքասարակությունն է ընտրվել իրար մեջ բանակցությունների շնորհիվ, թե ովքեր են լինելու երկկողմ այցերի մասնակիցները։ Եվ ես կարծում եմ, որ այո, կառավարությունները պետք է աջակցեն այդ գործընթացին, որովհետև մեր նպատակն է, առաջնային նպատակն է ունենալ շփումներ, միջմարտկային շփումներ, ոչ միայն պաշտոնական մակարդակի, որովհետև այդ շփումների միջոցով դու կարողանում ես իրապես սկսել հասկանալ խնդիրներ, որոնք կարող են միայն քո կողմից, քո տեսանկյունից չես տեսնում, կամ հակառակը, նրանք կարող են հասկանալ մեր վախերը, մեր մտքերը, ամեն անգամ մեր մեդիադաշտի կամ մեր հասարակության պորտկումները մի հատ թեթև խոսքից կամ ոչ բարեհաճ խոսքերից, այդ ամենը քաղաքասարակությունների շփումների արդյունքում ես կարծում եմ լավագույնս է ներկայացվում։ Եվ այո, մենք պետք է աշխատենք, որ շատ ավելի ինտենսիվ լինեն շփումները, ոչ միայն քաղաքասարակության, մենք ստեղծելու ենք նաև, ես կարծում եմ,
գիտեք, որ Ստամբուլում վերջերս մեր ԵԱՀԿ պատվիրակությունը հանդիպեց ադրբեջանական պատվիրակության հետ։ Մենք ուզում ենք, որ խորհրդարանական մակարդակներում մենք սկսենք երկկողմ շփումներ։ Մենք ինչպես ենք աշխատում վրացի գործընկերների հետ։ Մենք ուզում ենք նույն մակարդակի շփում ստեղծել ադրբեջանական գործընկերների հետ, բայց ես չեմ կարծում, որ հասարակությունների մոտ դա այդ ամենը շատ ինտենսիվ եւ արագ է տեղի ունենալու։ Ես կարծում եմ, որ քաղաքական վերնախավը, հետո խաղ հասարակությունը, լրագրողները, ամեն հանրույթի շերտ պետք է իր հերթին սկսի այդ շփումները փորձարկել, որպեսզի հասկանանք մենք կարող ենք մի օր գոնե խաղաղ համակեցություն ապահովել իրար հետ։ Թե ոչ, ես չեմ խոսում բարեկամության, մենք չենք խոսում սերտ հարաբերությունների մասին, մենք խոսում ենք խաղաղ համակեցության առանց իրար սպանելու ցանկությամբ համակեցության մասին երկու ազգերի։ Եվ դրա մասին խոսքը, եւ դրա շուրջ պետք է աշխատանք տանել։ Ես абսուրդի ժանրից եմ համարում մտքերը, որ անընդհատ փորձել ադրբեջանական կողմին դեմոնիզացնել որոշակի շատ հիմնավոր պատճառներով, բայց այդ դեմոնիզացիան մեզ ինչ է տալու։ Մենք ինչ ենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, ինչ պետք է անենք հետո։ Ոչ չենք ցենց նստելու մի 100 տարի սպասենք, ասենք լավ, 100 տարի թող փակ սահմաններով առանց իրար հետ որևիցե կոմունիկացիայի սենց ապրենք, միջև այդ բոլոր սերունդները անցնեն, այդ ցավը մի քիչ փոխվի, նոր սկսենք իրար հետ շփվել։ Ոչ, ժողովուրդ ջան, մենք հիմա ուզում ենք բաց սահմաններ, ուզում ենք առևտուր, ուզում ենք իրանց ճանապարհներ, իրանք ուզում են մեր ճանապարհներից օգտվեն։ Դրա համար պետք է շփումներ։ Եվ ամեն անգամ որևիցե քաղաքական ուժ երբ խոսում է խաղաղության մասին, հարցը պետք է տալ ում հետ խաղաղություն։ Ում հետ խաղաղություն։ Պետք է իրանք հստակ պատասխանեն Թուրքիայի եւ Ադրբեջանի, Թուրքիայի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հետ խաղաղություն ենք ուզում, որովհետեւ իրենց լսարաններին, երբ որ իրանք ասեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում ենք ուզում, իրենց մարգինալացված լսարանը, որ այս ամբողջ տարիների ընթացքում բացի ատելության խոսքից ուրիշ ոչինչ չեն լսել, նրանց համար թուրքը դեռևս վիրավորական է, այդ հանրությունն է նրանց դեմ դուրս գալու, ասելու ոնց Թուրքի հետ խաղաղություն եք ուզում։ Քանի որ իրանցը իշխանությունը ներկայացնում է, այսպես ասած, որպես առաջին ծիծեռնակ կամ այս դեպքում որպես առաջին աղավնի, մամուլում այսօր մի հրապարակում էի կարդում, որտեղ դժգոհում էին, որ եթե ըստ իշխանության Իրանցում այդքան լավ է, ապա ինչու օրինակ դպրոցում աշակերտների թիվը չի ավելանում։ Ես ուզում եմ նրանց բոլոր սպասումները չարդարացնել, որովհետև ես հենց այսօր Իրանցից եմ գալիս։ ԵԱՀԿ պատվիրակություններ այստեղ, ԵԱՀԿ-ի փոխնախագահ եւ Հարավային Կովկասի ներկայացուցիչ, այսպես ասած, որը որ պորտուգալացի Լուիս Գրաշան է եւ ղեկավարում է ամբողջ Հարավային Կովկասը, նկատմամբ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, եւ մենք այցելել էինք իրանց, եւ ես հորդորում եմ բոլոր այդ անհավատներին այցելել իրանց, շփվել մարդկանց հետ։ Ոչ թե քաղաքական իշխանության ձայնը լսել, ոչ թե տեսնել մեր անընդհատ հրապարակումները իրանցից, այլ գնալ շփվել մարդկանց հետ։ Մարդիկ պատմում էին ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, որ 30 տարի մենք չենք ունեցել այս ամենը։ Մենք 30 տարի ստրեսի մեջ ենք ապրել, մեր տներին անընդհատ կրակոցներ են եղել, այս ճանապարհով որ անցնում էին դեպի Վրաստան գնալու համար, անընդհատ վախ կար, որ կարող է դիրքերից կրակեն։ Մենք հիմա ապրում ենք արդեն տարուց ավել, տոտալ ոչ մի կրակոց չի հնչել իրանցում։ Երեխաները խաղում են այդ նույն պատից 10-15 մետր կողմ գտնվող խաղահրապարակում, մարդիկ տներ են կառուցում, 53 տուն է արդեն կառուցվում իրանցում։ Եվ ես ուզում եմ հիասթափեցնել մեր ընդդիմության ներկայացուցիչներին, որովհետև նրանց տրամաբանությամբ 1 տարվա ընթացքում պետք է նոր երեխաները ծնվեին եւ հասցնեին լինել դպրոցական հասակի, ինչպես կամ օրինակ մանկապարտեզի հասակի։ Երբ գնաք իրանց, տեղում կծանոթանաք նոր տեղափոխվող ընտանիքներին, եւ ինչու՞ չէ նաեւ այսօր գյուղապետը մի հետաքրքիր բան ասաց գրանցումների քանակով գրանցում երբեք այսքան մարդ գրանցված չի եղել։ Միշտ 380-ի շրջանակում է եղել, հիմա 420-ն անցնում է։ Ես ուզում եմ ուղղակի մարդկանց հորդորել գնալ, ծանոթանալ, շփվել տեղի գյուղացիների հետ, հրաշք ժողովուրդ են, եւ նրանք իրենց մաշկի վրա 30 տարի զգացել են հեղեղուկ կայունությունը, որը անընդհատ ուղղորդվել է կրակոցներով, եւ ես կարծում եմ, որ այժմ նրանք զգում են խաղաղության գինը ավելի քան երբևէ որևիցե այլ տեղ կամ որևիցե այլ տարածքում Հայաստանի Հանրապետությունում։ Իրականում ոնց որ խաղաղության
օրինակն եք իրանցը մեր համար, հորդորում եմ բոլորին այցելել եւ տեսնել իրենց աչքերով եւ չհավատալ ոչ մեկին, ուղղակի ինքներդ փորձեք, տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ հիմա սահմանազատումից հետո եւ սահման ունենալուց հետո, հստակ պետական սահման ունենալուց հետո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Մեր այսօրվա գունային համընկումները եւս պատահական են։ Մենք հաջող ենք գունային համընկնումներ ունենում։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլի Մինասյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներն էլ հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում։